ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Գուրժ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին ժամը 18:00-ից 20:00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հասցե Հովհաննես Կոզեռնի 9, վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 26-ին ժամը 11:00-ից 13:00 նույն վայրից, հուղարկավորությունը Երևանի քաղաքային Պանթեոնում, տեղեկացրել են Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գուրժ Մանուկյանը, լուրը հայտնել էին Հայաստանի Թատերական գործիչների միությունից։ Գուրժ Մանուկյանի անունն ընդմիշտ գրված է հայ թատրոնի և կինոյի պատմության մեջ։ Նա ծնվել է 1937 թվականի մայիսի 6-ին Գյումրիում ստեղծագործական ընտանիքում։ Հայրը դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանն է, մայրը դերասանուհի Վալենտինա Արաքսմանյանը, ով աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1958 թվականին ավարտելով Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը, Մանուկյանն իր կարիերան սկսել է Կապանի դրամատիկական թատրոնում, այնուհետև հաջորդել է աշխատանքը Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ ավելի ուշ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ նա երկար տարիներ եղել է առաջատար դերասաններից մեկը։ Նրա բեմական հմտությունը դրսևորվել է այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Տհասը», «Աստվածների կանչը», «Իմ չքնաղ Լեդին»։ Նա բեմում ստեղծում էր կենդանի, հոգեբանորեն ճշգրիտ պատկերներ։ Մանուկյանը կարողանում էր հանդիսատեսի հետ խոսել ոչ միայն խոսքով, այլև հայացքով, ներքին լռությամբ։ Նրա դերակատարման մեջ նույնիսկ երկրորդական դերերը ձեռք էին բերում կշիռ և արժանապատվություն։ Գուրժ Մանուկյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, նա դարձել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվո շքանշանով, ինչպես նաև Հայաստանի Թատերական գործիչների միության արտավազդ մրցանակով։ Հասուն տարիքում միանալով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, նա շարունակել է պաշտպանել այն գաղափարները, որոնց հավատում էր, նույն արժանապատվությամբ, որով ապրեց իր ամբողջ կյանքը։ Ես չեմ կարող հաշտվել նրանց հետ, ովքեր վաճառում են երկիրն ու հայրենիքը։ Մենք վերածվել ենք մի ազգի, որը սիրում է արդեն կորսված հայրենիքը, ասել է դերասանն իր հարցազրույցներից մեկում։ Այսօր 2025 թվականի հունիսի 25-ին հրաժեշտ կտանք Գուրժ Մանուկյանին։ Նրա մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար։ Սիրված դերասանին այն հարցին, թե սովորություն որն ատում եք մարդկանց մեջ, նա պատասխանել է՝ ոչ ճշտապահությունը։ Թատրոնում աշխատած 60 տարվա ընթացքում 6 րոպե չեմ ուշացել, նույնը պահանջում եմ դիմացինից։ Շատ եմ զայրանում, երբ հանդիպում եմ ոչ կարգապահ մարդկանց։ Էությամբ ինքնաքննադատեսակ եք, օբյեկտիվ եք այդ առումով։ Այո, ճշմարտության կողմնակիցն եմ և որոշ հարցերում ինքս ինձ բռնում եմ սխալվելիս։ Ձեզ չեք ներում այն բանի համար, որ երբեմն պարապուրտի եմ մատնվում, չնայած դա ինձնից կախված չի լինում, սիրում եմ, երբ աշխատանքային պրոցեսի մեջ եմ։ Շուտ եք ճանաչում մարդկանց, թե նրանց երբեմն հաջողվում է ձեզ մոլորեցնել։ Ինձ մոլորեցնել չեն կարող, բայց ամեն մեկի մեջ ուզում եմ տեսնել մարդ արարածին, այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում դիմացինիս մեջ տեսնել։ Ինչպես կբնութագրեք հայաստանյան ներքին քաղաքական կյանքը մեկ բառով։ Քաղաքականությունից բավական հեռու եմ, թեև ունեմ սպասելիքներ, որակումներից կխուսափեմ։ Եթե դուք լինեիք վարչապետ, երբեք չէի ուզենա լինել վարչապետ, առհասարակ երբեք չեմ ցանկացել պաշտոն ունենալ։ Կյանքի այս փուլում ինչից եք վախենում։ Չնայած տարիքս արդեն առել եմ, բայց կցանկանայի երկար ապրել, որովհետև կյանքը սիրում եմ և ակնկալիքներ ունեմ դրանից։ Կա մի բան, որի համար դուք արդեն ուշացել եք։ Ոչ, երբեք ուշ չէ ինչ-որ բանի հասնելու համար, ինչպես և երբեք ուշ չէ սովորելու համար։ Ով է ձեր սիրելի ռեժիսորը։ Երկուսի անունները կտամ՝ Հրաչյա Ղափլանյան և Վարդան Աճեմյան։ Այսօր որ լուրը կստիպի ձեզ ուրախությունից գլուխը կորցնել, երբ իմանայի, որ դուստրս ինձ թոռնիկ է պարգևել։ Ով է ձեր սիրելի երգիչը կամ երգչուհին։ Գոհար Գասպարյանը։ Ունեք մի նախասիրություն, որը կարող էր անգամ փոխարինել մասնագիտությանը։ Այո, ես զբաղվել եմ գեղանկարչությամբ, ունեմ դիմանկարներ աստվածաշնչյան թեմաներով։
Ավելի շուտ նեղանում եք մտերիմներից, թե ոչ այնքան հարազատ մարդկանցից։ Հարազատ մարդու խոսքն ուժգին է դիպչում սրտին։ Ով է եղել ձեր կուռքը։ Կուռքեր չունեմ և չեմ ունեցել, ինձ հաճախ հարցնում են, թե ում կցանկանայի նմանվել, ես պատասխանում եմ Գուժ Մանուկյանին, ոչ ոքի պետք չէ նմանվել։ Ումից եք ամբողջ կյանքում սովորել։ Ծնողներիցս, հայրս դրամատուրգ էր, մայրս դերասանուհի, այնպես որ սովորելու շատ բան կար։ Ինչի համար եք ափսոսում։ Ափսոսում եմ, որ տարիներս այսքան շուտ անցան։ Ձեր դերերից որը մարմնավորելու համար եք ամենաշատն ուրախանում։ Դրանք շատ են, որևէ մեկին նախապատվություն տալ չեմ կարող։ Բոլոր կերպարներս էլ կերտել եմ անմնացորդ նվիրումով։ Ինչպիսին են ձեր և Աստծո հարաբերությունները, բարի դրացիական։ Ընկերներ շատ եք ունեցել։ Կոլեգաներ այո, ընկերներ ոչ։ Ցավոք, ընկերներիս մի մասն այսօր հեռացել է կյանքից։ Ինչ եք կարծում, որ դեպքում տղամարդը երբեք չի լքի կնոջը, եթե կինն իրեն խելոք պահի։ Նշեք հայկական մի ֆիլմ, որը կարող եք անընդմեջ դիտել ու չհոգնել։ Հին օրերի երգը որքան ցուցադրեն, այնքան կդիտեմ։ Եվ վերջում ո՞րն է ներկայիս ձեր ամենամեծ երազանքը։ Հենց թոռնիկիս լույս աշխարհ գալն է, սրտատրոփ սպասում եմ այդ իրադարձությանը։ Na 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 na